Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնանկությունից հետո, ում կաթողիկոսը ազատել էր պաշտոնից առաջնորդի հանգամանքը չարաշահելու եւ եկեղեցականների նկատմամբ հարկադրանք կիրառելու համար, հոգեվորականների նկատմամբ ճնշումների նոր ալիք է սկսվել։ Նրանք, ովքեր որ ասում են ամենաթանկարժեք Թեմի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար Քահանա Թորոսյանը հաստատել է Մասյացոտնի թեմի առաջնորդի տեղապահ Ռուբեն Վարդապետի այն հայտարարությունը, որ իշխանական օղակները փորձում են ներազդել թեմի քահանաների վրա։ Ըստ հոգևորականի, իր հետ առանձնազրույց չի եղել, բայց տեղյակ է, որ Արտաշատի, Արարատի եւ Վեդու տարածաշրջանի սպասավորների հետ առանձնազրույցներ եղել են։ Գիտեմ, որ թեմում ծառայող մյուս հոգևորականներ, ովքեր որ հիմնականում Արտաշատի եւ Արարատի շրջանում են ծառայում, ես նկատմամբ է եղել, չգիտեմ, լուսագրեմ որպես ճնշում, թե զրույց, առանձնազրույց համոզելու փորձ չեմ կարող ասել, իրենք են ունեցել այդ խոսակցությունը, բայց մեր տարածաշրջանում ինչքան տեղյակ եմ, Մասիս խոշորացված համայնքում որևէ հոգևորականի պետական քաղաքական ապարատ չի կիրառվել։ Հիմա ասեմ, թե ինչի մասին է խոսքը։ Հոգևորականը վերահաստատել է իր հավատարմությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, շեշտելով, որ պատարագների ժամանակ միշտ հիշատակում է թե ամենայն հայոց կաթողիկոսի եւ թե նորանշանակ տեղապահ Ռուբեն Վարդապետի անունները։ Ես միշտ իմ գործողություններով եւ նաեւ պատարագի ընթացքում էլ մեր նորանշանակ թեմակալ առաջնորդի անունը տալով, Ռուբեն Վարդապետ Զարգարյանի անունը տալով ես միշտ էլ եղել եմ Մայրաթորի կողքին։ Հիմա էլ վերահաստատում եմ, եթե անհատական այսպես հարցում լինի կանեմ, բայց իմ տեսլականի մեջ կարծում եմ ընդհանուր բոլոր քահանաներով է իր որոշում հայտնել։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր այցին իր առաջնորդած եկեղեցի, քահանան բացառել է որևէ հակականոնական ընթացք կամ կաթողիկոսի անվան զեղչում պատարագի ժամանակ։ Տեր Ղազարի խոսքով, եթե Փաշինյանը որոշի մասնակցել պատարագին, ապա ստիպված կլինի սեփական ականջներով լսել, որ հոգևորականն ընդունում է Վեհափառ Հայրապետին, որպես հայոց եկեղեցու միակ կահակալի։ Բացառում եմ, որ ես երբևէ անեմ հակականոնական ընթացք, այսինքն զեղչեմ Վեհափառ Հայրապետի իսկ թեմակալ առաջնորդի անունը, բայց արգելել, որ որևէ մեկը մտնի եկեղեցի, իհարկե չեմ կարող։ Եթե կմասնակցի պատարագին, իհարկե հրավեր երբեք չեմ անի, եթե կմասնակցի պատարագին, ուրեմն իր ականջներով կլսի, որ ես ընդունում եմ Վեհափառ Հայրապետին, որպես ամենայն հայոց հայրապետ եւ մեր եկեղեցու գահակալ։ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե մեր երկրում չկա մի ընտանիք, ումից հեծը գողություն առաջ չլինի, անդրադարձել է Նարեկ Կարապետյանը ու նշել, որ վարչապետը միտումնավոր է օգտագործել նման ձևակերպումներ, որպեսզի նշանակած ժամանակավոր կառավարիչը հնարավորություն ունենա դատարանից հետ վերցնել ցանկացած հայց եւ թույլ չտալ, որ երկրի ղեկավարը պատասխան տա իր խոսքերի համար։ Նարեկ Կարապետյանը պնդել է, որ իրական թալանն իրականացնում է հենց իշխանությունը։ Գողություն անողները ու թալանողները մեր երկրում ուրիշ մարդիկ են, իրանք են հենց թալանում մեր երկիրը, թալանում են տուգանքներով, թալանում են երկրի հասարակության վրա դրված անտրամաբանական տույժերով, որ գյուղ մտնում են մարդիկ վարդական իրավունքից զրկված են, ինչ որ անիմաստ խախտումի պատճառով եւ իրենց ընտանիքը չեն կարող պահել։ Կարապետյանը առաջարկել է տալ երկրորդ շանս այն վարորդներին, ովքեր մեքենայով են տուն պահում եւ տուգանքների չափը համապատասխանեցնել միջին աշխատավարձի տրամաբանությանը։ Ըստ նրա, մինչ քաղաքացիները տուգանվում են, վարչապետի աշխատակազմի ծախսերն աճել են 4 անգամ, հասնելով 65 միլիոն դոլարի։ Կարապետյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս թիվը գերազանցում է Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի եւ Բելգիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցված։ Այդ մարդը, ով թալանի մեջ է մարդկանց մեղադրում ու մոռանում է թե ինքը ինչա թալանել, պետք է մի բան հիշի, որ վերջի իր կառավարման ընթացքում վարչապետի աշխատակազմի ծախսերը ինքը ավելացել 4 անգամ։ Սարքել է վարչապետի աշխատակազմի ծախսերը 65 միլիոն դոլար։ Արդյոք Հայաստանը 4 անգամ ավելի լավ է ապրում, Հայաստանի քաղաքացին 4 անգամ ավելի լավ է ապրում, որ վարչապետի աշխատակազմը 4 անգամ ավելի շատ է ստանում։ Սոցիալական պատկերն էլ ավելի մտահոգիչ է ներկայացրել մեր ձևով շարժման անդամ Նարեկ Սուքիասյանը, նշելով, որ երիտասարդների շրջանում գործազրկությունը 17.8%-ից հասել է 27.2%-ի, մինչպետք բյուջեն համարվում է ընդհանուր դրամապանակ, 2026 թվականի համար վարչապետի աշխատակազմի բյուջեն ավելացել է եւս 1.5 միլիարդ դրամով, հասնելով գրեթե 26 միլիարդի։ Սա այն դեպքում, երբ թոշակներն ու նպաստները չեն բարձրացվել, իսկ նվազագույն կենսաթոշակը կազմում է ընդամենը 36,000 դրամ, ինչը գրեթե 2 անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղից։
Դատախազությունը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ, խնդրանք պահանջ ներկայացնելով անպայման կալանավորել նրան։ Իր Facebook-յան էջում գրել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։ Չնայած այն հանգամանքին, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքի դեպքում գործում են բազմաթիվ սահմանափակումներ, այնուամենայնիվ իրավապահ մարմինները որոշել են բողոքարկել 2025 թվականի դեկտեմբերի 30-ին խափանման միջոցի կալանքից տնային կալանքի փոփոխման որոշումը։ Չկա հիմնավորում, բայց կա ակնհայտ ապօրինի իրավունքը ժխտող դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված, գրել է պաշտպանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է վարչական շրջանների ղեկավարների աշխատանքից, այս մասին նա հայտարարել է քաղաքապետարանի հերթական նիստում։ Քաղաքապետի խոսքով մասնավոր տնտեսվարողները պարտավոր են մասնակցել ձնամաքրման աշխատանքներին։ Կիևյան փողոցից 2 օր առաջ եղբորս հետ դուրս եմ գալիս իրենց շքամուտքից, այդտեղի խանութի տերը մաքրում է դիմացի հատվածը եւ ինձ ասում է ինձ դրա համար փող պետք է տա։ Այդ մարդը չգիտի, որ ինքը պարտավոր է դա անել։ Ավականու որոշմամբ մասնավոր տնտեսվարողներ, ովքեր որ առաջնային գծում ունեն օբյեկտներ, հասարակական տարածքներ, բիզնես, իրենք պարտավոր են այս ձնամաքրման աշխատանքներին մասնակցել։ Պարտավոր են նաև համատիրությունները։ Սա մեկ։ Եվ այն վարչական շրջանները, ովքեր որ չգիտեմ ինչ պատճառով եւ ինչ բացատրությամբ եւ ինչ հիմնավորմամբ այս վարչական տուգանքները չեն գրել, իրականում պետքա բացատրեն։ Ավինյանի խոսքով մայրաքաղաքը պետք է համալրվի նոր տեխնիկայով ձնամաքրման աշխատանքների որակի բարելավման նպատակով, ինչպես նաեւ շեշտել է, որ վարչական շրջանների ղեկավարները պետք է հետևեն ձնամաքրման աշխատանքներին, դրանց ոչ պատշաճ իրականացման դեպքում տուգանք սահմանելով տվյալ հատվածի պատասխանատուների համար։ Իրանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Սաբզեվար քաղաքում ապստամբները պայթուցիկներ են նետել մզկիթում թաքնված երեխաների վրա, հաղորդել են լրատվամիջոցները։ Ըստ իշխանությունների, 2 շաբաթից ավելի տևած անհնազանդությունների ընթացքում երկրում հրդեհվել է 53 մզկիթ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի, բայց լիովին պատրաստ է դրան։ Նախարարը շեշտել է, որ անկարգությունների հեղինակները բողոքի խաղաղ ակցիա իրականացնողները չեն։ Նրանք այլ երկրներից ուղարկված ահաբեկիչներ են, որոնց նպատակը Իրանի իշխանությունների եւ ժողովրդի միջև պառակտում մտցնելն է։ Մենք նաև պատրաստ ենք բանակցությունների, բայց այդ բանակցությունները պետք է լինեն արդար, հավասար իրավունքներով եւ հիմնված փոխադարձ հարգանքի վրա, նշել է Իրանի արտգործնախարարը։ Արաղչին հայտարարել է, որ երկրում իրադրությունն ամբողջությամբ վերահսկողության տակ է։ Նրա խոսքով շուտով Իրանի ամբողջ տարածքում կվերականգնվի համացանցի հասանելիությունը։ Հակակառավարական ցույցերին զուգահեռ ընթանում են նաև կառավարությանն աջակցող ակցիաներ։ Քերմանի, Ռաշտի, Զահեդանի եւ այլ քաղաքների բնակիչները դուրս են եկել փողոցներ նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները դատապարտելու համար։ ՄԱԿ-ը եւ Եվրամիությունը դատապարտել են Իրանում բռնաճնշումները։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ցնցված է ցուցարարների դեմ բռնության մասին հաղորդակցություններից եւ կառավարությանը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել եւ զերծ մնալ անհարկի կամ անհամաչափ ուժի կիրառումից։ Իսրայելը կրկին հարվածել է Լիբանանին, այս անգամ երկրի հարավում գտնվող Քֆար Հաթա բնակավայրի շենքի ուղղությամբ։ Թել Ավիվի հայտարարությամբ այդ շենքում Հեզբոլահի ահաբեկչական ենթակառուցվածքն է եղել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ իսրայելական ռազմաօդային ուժերը նախ իրականացրել են նախազգուշական հարված, ապա նույն թիրախին հասցրել են շուրջ 10 հարված, պատճառելով լուրջ ավերածություններ։ Իսրայելի պաշտպանության բանակը ավելի վաղ հայտարարել էր, որ մոտ ժամանակներս կշարունակի հարվածները այդտեղ գտնվող Հեզբոլահի ենթակառուցվածքների ուղղությամբ։ Իսրայելական կողմը բնակչությանը կոչ է արել տարհանվել առնվազն 300 մետր։ Ռուսական բանակը զանգվածային հարվածներ է հասցրել ուկրաինական ենթակառուցվածքներին։ Պայթյուններ են եղել Օդեսայի, Չեռնիգովի, Նիկոլաևի, Խարկովի, Սումիի մարզերում, մայրաքաղաք Կիևում։ Ըստ ռուսական կողմի, սա երկրի քաղաքացիական օբյեկտների դեմ իրականացված ահաբեկչական հարձակումների պատասխանն է։ Սիրիայի քուրդ զինյալները հայտարարել են Հալեպից դուրս գալու մասին հունվարի 9-ին կնքված հրադադարի համաձայնության շրջանակներում։ Քաղաքում կառավարական ուժերի դեմ մի քանի օր տևած մարտերից հետո Սիրիայի զինված ուժերը հայտարարել են, որ քրդերի կողմից վերահսկվող Շեյխ Մաքսուդ թաղամասում ավարտվել են գործողությունները։
Սիրիայի կառավարական զորքերի եւ քուրդինյանների միջև մի քանի օր տևած մահացու բախումներից հետո ըստ պաշտոնական տեղեկատվության կա 21 զոհ, հազարավոր մարդիկ դեռևս մնում են տարհանված։ Պաշտպանության նախարարությունը մինչ այս հայտարարել է հրադադարի նպատակն է, որ ռազմական գործողությունների պատճառով տեղահանված խաղաղ բնակիչները կարողանան վերադառնալ իրենց տներ եւ վերսկսեն իրենց բնականոն կյանքը, մեջբերում անվտանգության եւ կայունության մթնոլորտում։